Արևի ծագող երկիրը Ճապոնիան եւ նրա ժողովրդի բարձր կուլտուրան հիացրել է հայագետ Արծվի Բաղչինյանին, որը վերջին տարիներին զբաղվում է նաեւ հայ-ճապոնական պատմամշակութային հարաբերությունների հետազոտմամբ։ Ճապոնիան դարեր շարունակ եղել է փակ երկիր, սակայն հայերը հաջողեցրել են նաեւ այդ փակ երկրի հետ որոշակի հարաբերություններ մշակել, սկսած արդեն 18-րդ դարի վերջից։ Իհարկե, հիմնական կապերը սկիզբ են առնում 20-րդ դարի սկզբից, հատկապես մեծ եղեռնից հետո, երբ մի շարք հարյուրավոր հայեր հայտնվել են Սիբիրում եւ Ճապոնիայի ճանապարհով մեկնել են Միացյալ Նահանգներ։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից փրկված հայերին Ճապոնիայից Միացյալ Նահանգներ հասնել օգնել է այդ երկրում ապրող մեծահարուստ մի հայուհի՝ Դիանա Աբգարը։ Դիանա Աբգարը հարյուրավոր հայրենակիցների օթևան է տվել, վճարել նրանց մինչև Ամերիկա ճանապարհածախսը։ Դիանա Աբգարը ծնվել է Բիրմայում, նոր ջուղայեցի հարուստ Գերդաստանի ուրեմն շառավիղ էր, հետո ամուսնացել է հարուստ հնդկահայի հետ եւ շրջելով արևելքի երկրներում նրանք իրենց բնակության վայր ընտրել են Ճապոնիան, որտեղ հաստատվել են եւ ուրեմն զբաղվել են առևտրով։ Եվ մինչ օրս նրա գերեզմանը գտնվում է Յոկոհամա քաղաքի օտարերկրացիների գերեզմանատանը։ Արծվին Բաղչինյանը կարևորում է նաև այն փաստը, երբ 1922 թվականին քեմալականները հրի մատնեցին Զմոռնյան, ստիպելով նրա քրիստոնյա բնակիչներին, հայերին եւ հույներին լքել քաղաքը, հայերը մոտենում էին նավահանգստի օտարերկրյա նավերին եւ օգնություն խնդրում։ Բոլորը մերժում էին նրանց եւ միայն մի ճապոնական նավ նրա իդեմս նրա մարդասեր նավապետի համաձայնվել է եւ մի շարք հայերի ապաստան է տվել։ Դեկտեմբեր ամսին հայագետը առիթ է ունեցել լինել Ճապոնիայում, որտեղ այսօր մոտ 100 հայ է ապրում։ Հիմնականում հայ աղջիկներ են, որ ամուսնացել են ճապոնացիների հետ։ Իդեպ ես անցած դեկտեմբերին եղա Ճապոնիայում եւ մի քանիսից նրանց հետ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպեցի։ Կարող եմ ասել, որ շատ մեծ բացառիկ տպավորություններ եմ ստացել այդ երկրից, այդ հասարակությունից։ Ընդհանրապես հայագետը հիացել ու ցնցվել է ճապոնացիների բարեկրթությամբ։ Լինի դրսում, ներսում, առօրյա հարաբերություններում Ճապոնիան գիտենք, բազմամիլիոն պետություն է եւ տեսնում ես անընդհատ վազքի մեջ գտնվող, ուրեմն հազարավոր մարդիկ քաղաքում, կայարաններում, բայց չես տեսնի ոչ մի կոպտության դրսևորում, չես տեսնի ոչ մի հրմշտոց, բարձր ձայն իրար վրա գոռալ, նեղացնել, չես տեսնի նույնիսկ մի կտոր աղբ հատակին գետնին գցված։ Խոսելով մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, Բաղչինյանը չթաքցրեց իր հիացմունքը, թե ինչպես են ճապոնացիները տանում իրենց վիշտը։ Շատ զուսպ ձևով էր այդ վշտի արձագանքը եւ ինձ դարձյալ հիացնում էր նրանց այդ արժանապատիվ կեցվածքը։ Նա անդրադարձավ նաև մամուլում հրապարակված այն դեպքին, երբ ցունամիից հետո մի տարեց ճապոնացի գերադասել է ինքնասպան լինել, քան հեռանալ հարազատ գյուղից։ Ընդհանրապես ճապոնացուն հատուկ է այդ կորուստը, վիշտը, արժանապատիվ, նույնիսկ ժպիտը դեմքին տանելու հատկությունը։ Մենք գիտենք այդ հարակիրին, որ արժանապատիվ ինքնասպան լինելու եւ ամենադաժան ձևով կյանքին հրաժեշտ տալու ձև էր։ Իսկ վերջում հայագետն իր ցավակցությունն ու աջակցությունը հայտնեց ճապոնացի ժողովրդին։ Նրանք միշտ կարողացել են հիշենք Հիրոսիմա, Նագասակին, հիշենք իրենց այլ ուրեմն պատմության մեջ փորձությունները, միշտ կարողացել են պատվով դուրս գալ եւ ես վստահ եմ, որ մեր մեր դարաշրջանում նրանք նույնպես կգտնեն ճիշտ եղանակը երկիրը հանելու ծանր այս վիճակից։ Նրանց մաղթում եմ, որ ծագող արևի երկիրում միշտ արևը վառ շողա։ Վիկտորիա Աբրամյան, Հովսեփ Հովսեփյան, IPF